Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Երկու էսկիմոս տաք հագնված նստած էին սահնակների վրա, մտրակը հարվածում էր և շները սլանում էին սառցադաշտերի վրայով։ Հանկարծ Քոլլին ինչ-որ բան լսեց, Կուպան, կախարդը, նույնպես դա լսեց, հանգիստ զնգզնգոց, սառույցի վրա սլանալով, սուլոց և շները դադարում են վազելուց, էսկիմոսները հանեցին իրենց մորթուց գլխարկները, անկասկած, սառույցը երգում է։ Վախն ավելանում էր նրանց մոտ, քանի որ երբ սառույցը երգում է, նշանակում է, որ ստորջրյա ալիքներ են գալու, ուժգին ալիքներ, որոնք հանկարծակի կարող են ամենահաստ սառույցի կտորն էլ կոտրել։ Շարունակեք ճանապարհը, լավ շնիկներ, արագ դեպի ափը վազեք, հզոր ալիքներ են գալիս, մենք մեռնելու ենք։ Քոլի, տեսնում ես այնտեղի սահնակը։ Խենթեն ինչ է, նրանք ալիքներին հակառակ են սահում։ Մենք պետք է զգուշացնենք նրանց։ Սակայն երբ երկու սահնակները հանդիպեցին, և Կուպան տեսավ էսկիմոսների քաղաքի միսիոներներին, ովքեր մյուս սահնակին էին, ոչինչ էլ չզգուշացրեց նրանց։ Նա օդում էր նրանց և նրանց Հիսուսին, ում մասին նրանք անընդհատ խոսում էին։ Կուպան և Քոլին ապահով հասան Նայինի ափ։ Ամեն բան շատ լավ դասավորվեց։ Իսկ մյուսները։ Նրանք պարզապես պետք է մեռնեն։ Հիմա նրանց Հիսուսը կարող է ցույց տալ մեզ, թե արդյոք նա է հզոր, թե ուժեղ ալիքները։ Հա։ Երկու տղամարդ իգլո պատրաստեցին։ Դրանից հետո Կուպան իր ծովարչի մորթուց գլխարկով գնաց փոքրիկ խանութ։ Սպիտակամորթ միսիոների կինն այստեղ է արդյոք։ Ես այս մորթին ուզում եմ զենքի հետ փոխանակել։ Չգիտեմ, եթե մեզ մորթի պետք է։ Կարող եք սպասել, մինչև ամուսինս վերադառնա։ Նա չի վերադառնալու։ Ինչ նկատի ունես։ Ուժեղ ալիքներ են մոտենում։ Ուժեղ ալիքներ։ Կինը վախեցած նայում էր նրան։ Կախարդը բացեց պատուհանը, և նրանք երկուսն էլ լսեցին, թե ինչպես է սառույցը երգում։ Կուպա, ինչու չես զգուշացրել նրան։ Իսկ ինչու պետք է զգուշացնեի։ Նրա Հիսուսը կօգնի նրան, եթե կարող է։ Կինը տագնապած էր, սակայն պատի վրա կախված աստվածաշնչյան համարին նայեց։ Հիսուսն ասաց. «Ամեն իշխանություն ինձ է տրված, երկնքում և երկրի վրա»։ Հիսուսը կարող է։ Նա երբեք չի պարտվել։ Գրազը սկսված է։ Եթե նրանք այս ուժեղ ալիքների առկայության դեպքում վերադառնան, ես նույնպես կհավատամ Հիսուսին։ Կուպա, նրանք կվերադառնան, ես գիտեմ։ Նրա վստահությունը կախարդի մոտ կասկած առաջացրեց։ Ո՞վ է հաղթելու, Կուպան, թե Հիսուսը։ Դու կիմանաս պատասխանը հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hyphokrik@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOKRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։